Բարև ձեզ, ես Եվա Չիչոյանն եմ, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ պտղաբերության կենտրոնից։ Այսօր կխոսենք անհայտ պատճառագիտության անպտղության մասին։ Անհայտ պատճառագիտության անպտղությունը կազմում է անպտղության բոլոր դեպքերի 25-30%-ը։ Սա ինքնուրույն ախտորոշում չէ, այլ այս ախտորոշումը դրվում է բացառման սկզբունքով։ Այսինքն, երբ է դրվում այս ախտորոշումը, երբ ամուսնական զույգը 1 եւ ավելի տարի կանոնավոր սեռական հարաբերություններով ապրելուց հետո չի գրանցում հղիություն կամ եթե կնոջ տարիքը 35-ից ավել է եւ 6 ամիս եւ ավելի հղիություն չի գրանցվում եւ միևնույն ժամանակ հետազոտման ստանդարտ մեթոդներով որևէ ախտաբանություն չափելի շեղում չի գնահատվում զույգի մոտ, այս պարագայում մենք խոսում ենք անհայտ պատճառագիտության անպտղության մասին։ Սովորաբար ախտորոշումը դրվում է, եթե կնոջ տարիքը չի գերազանցում 40 տարեկանը, քանի որ ինքնին տարիքը 40+ եւս հանդիսանում է գործոն անպտղության համար։ Կարևոր է հիշել, որ անհայտ պատճառագիտությամբ չի նշանակում անհույս առաջին հերթին եւ երկրորդը անհայտ պատճառագիտությամբ չի նշանակում, որ պատճառ չունի։ Երբեմն պատճառը չհայտնաբերելը կարող է պայմանավորված լինել որոշակի բուժհաստատությունների տեխնիկական կամ գործիքային հագեցվածության սահմանափակումների հետ, երբեմն էլ պատճառը կարող է լինել մոլեկուլյար գենետիկ բջջային մակարդակում եւ ստանդարտ հետազոտման մեթոդներով չհայտնաբերվել։ Օրինակ, կարող են դիտվել ձվաբջջի որակի խանգարումներ կամ սպերմատոզոիդների սերմի ԴՆԹ ֆրագմենտացիաներ, այսինքն գենետիկ մակարդակում խնդիրներ, նույնիսկ բաց արգանդափողերի դեպքում կարող են դիտվել նրանց ֆունկցիոնալ խանգարումներ, այսինքն նորմալ պերիստալտիկայի եւ թարթիչների ֆունկցիայի խանգարումներ, կարող են լինել էնդոմետրիոզի փոքր ձևեր, որոնք եւս ստանդարտ սոնոգրաֆիկ հետազոտություններով չեն հայտնաբերվում, բայց կարող են ունենալ որոշակի ազդեցություն։ Ինչն է կարևոր վարման պլան մշակելիս, օգտվել ժամանակակից պրոտոկոլային գործիքակազմից, որպեսզի կիրառել ճիշտ հետազոտությունների պլան, խուսափել անհարկի ավելորդ հետազոտություններից, խուսափել ժամանակի երկարաձգումից եւ կիրառել ճիշտ բուժման տակտիկա։ Անպտղության անհայտ պատճառագիտության ախտորոշման դեպքում գործողությունների պլանը հետևյալն է։ Երբեմն անհրաժեշտ է լինում հավելյալ հետազոտությունների անցկացում ավելի մանրակրկիտ, երբեմն եթե զույգը երիտասարդ է եւ չունենք տարիքային սահմանափակումներ, չունենք կտրուկ օրինակ հակամյուրյան հորմոնի իջեցման վիճակ, այս պարագայում հնարավոր է սպասողական գործելակերպ, իհարկե եթե անպտղության տևողությունը 2-3 տարին չի գերազանցում։ Ըստ ժամանակակից ուղեցույցների անհայտ պատճառագիտության անպտղության ախտորոշման դեպքում որպես ակտիվ գործունեության մեթոդ առաջին ընտրության մեթոդ է հանդիսանում ներարգանդային սերմնավորումը ձվարանների թեթև խթանման հետ միասին, որը որ բարձրացնում է հղիանալու հավանականությունը։ Արտամարմնային բեղմնավորումը որպես առաջին ընտրության մեթոդ չի կիրառվում, բայց կիրառվում են պարագայում, եթե նույնիսկ այդ ներարգանդային սերմնավորման մեթոդը զուգակցված ձվարանների խթանման հետ որևէ արդյունք չի տալիս։ Կարևոր է հիշել, որ վերարտադրողական բժշկությունը արագ զարգացող ոլորտ է, ճիշտ գնահատումը, ճիշտ տեղեկացումը եւ ճիշտ վարման տակտիկայի ընտրությունը ստեղծում են վստահություն եւ բարձրացնում են արդյունավետությունը։ Եղեք առողջ։